Նորո, հիմա ինչքան էլ տհաճ լինի քո համար, Ալինան իմ երեխեն է, ու փաստը մնում է փաստ։ Ուշ թե շուտ այդ երեխեն իմանալու էր։ Էլի կիմանար, երբ որ ես գայի, որ երեխեն պատրաստ է հասկանալու ու ընդունելու է ճիշտը։ Ոչ թե սենց վատ տարբերակով կասեի, որ իր հոգեբանության վրա ազդեի։ Դու էլ ասում ես ծնող ես։ Ծնող է այն մարդը, որ ամեն ինչ անում է, որ իր երեխեքը հեռու մնան վատ զգացողություններից, վատ իրավիճակներից, ոչ թե իր ձեռքով գցում է կրակի մեջ։ Այդ ոնց է կերել այդ աղջիկը ուղեղդ, որ փակ աչքերով դուրս ես եկել ընտանիքիդ դեմ, Նորո։ Չգիտեմ էլ ինչ անեմ, Նորո։ Չգիտեմ էլ գլուխս որ պատին տամ, որ հասկանաս ու լսես ինձ։ Դու որ ոչ մի բան չանես, ոչ մի բան ավելի շատ կօգնես ինձ։ Ապացուցեմ, որ ես իզուր չի, որ արշակին կասկածում եմ։ Հենց հիմա կարամ ապացուցեմ, Նորո։ Ապացուցի։ Ալո։ Խնդրում եմ շտապ եկեք հիվանդանոց։ Ձեր ընկերոջ վիճակը կտրուկ վատացել է։ Հասկացա, հենց հիմա գալիս եմ։ Հիմա ուշադիր ինձ լսի ինչ եմ ասում։ Ալինայից մաքսիմալ հեռու ես մնում, պարզա։ Հեռու։ Նորո։ Արև ինչ-որ բան է եղել, ոնց որ մի տեսակ ես, հա? Մագդա, այսօր արդեն մի ժամ է Ալինային համ զանգում եմ, համ գրում եմ, բայց չի պատասխանում, կարող է ինչ-որ բան է եղել։ Երևի հարմար չի ուղղակի։ Բայց որ հարմար չի լինում, ինքը ասում է, որ հարմար չի։ Իսկ հիմա նամակներս նայում է ու չի պատասխանում։ Կարող է նեղացել, հա։ Ինչի դու նենց բան ես արել, որ Ալինան քեզնից կնեղանար, Արև։ Չէ։ Բայց ինչ ես մտածում, ուրեմն հարմար չի ուղղակի։ Մագդա, կարող է նորից ճշտես Ալինան տաննա, թե չէ։ Կարող է նորից վատացել, հա։ Արև որ տենց բան լիներ, նորոն ինձ հաստատ կասեր։ Անիմաստ պետք չի մտածես։ Համ էլ ես քեզ շատ լավ բան ունեմ ասելու։ Ինչ, ասա։ Ես ու նորոն ամուսնանալու ենք։ Լուրջ ես ասում։ Հա, Արև, ու ես այսօր որոշել եմ գնամ իմ համար հարսի շոր ընտրեմ։ Կարող է հետս գաս իրար հետ գնանք։ Հա, հիմա գնանք։ Չէ, Արևս, սպասի մի քիչ հետո կգնանք։ Մագդա, ճիշտ է, որ ամուսնացար, ինձնից հեռու ես ապրելու, բայց կարևորը երջանիկ ես։ Ես քո ու Նորոյի համար շատ ուրախ եմ։ Ապրես իմ խելացի աղջիկ։ Հիմա հաստատ Ալինան էլ է շատ ուրախացել։ Ով էր զանգում։ Արևներ։ Վերցնեմ ոնց խոսամ հետ։ Ինչ ասեմ։ Մտածում ես պատասխանես զանգին։ Ես չգիտեմ ինչ եմ մտածում։ Ես չգիտեմ ինչ եմ զգում։ Բայց մի բան լավ գիտեմ, որ դուք ինձ պետք է շուտ ասեիք։ Ես շուտ պետք է իմանայի իրականության մասին, երբ որ ամեն ինչ այսքան չխորանար։ Ալին, ես ուզում եմ քեզ ամեն կերպ հեռու պահել այդ ընտանիքից, նորոն չթողեց։ Ես գիտեմ նորն ոնց է տրամադրված եղել։ Ոնց է ատել այդ ընտանիքին։ Ոնց է ինքը սիրում Մագդային։
Ոնց է ինքը հիմա նորմալ շփվում է ընտանիքի հետ։ Հնարավոր է, չէ՞ որ Արևի պապան բացատրել է կատարվածի մասին։ Ու դրա համար նորոն հիմա ամեն ինչ այսքան հեշտ է տանում։ Ալինա, դու լուրջ մտածում ես, որ այդ մարդու արարքը բացատրություն ունի։ Դե Ալին, ես չեմ ուզում քեզ ցավացնել։ Ես չեմ ուզում, որ դու այդ ամեն ինչը նորից հիշես ու վերապրես։ Բայց հասկացի ու հիշի, որ այն ամեն ինչի միջով մենք անցել ենք, այդ ամեն ինչի մեղավորը Արևի պապան է։ Հասկանում ես։ Եթե ինքը չմտներ մեր տուն ու չհամոզեր մեր մամային, մաման կարող է հիմա մեր կողքը լիներ ու կարող է ողջ առողջ լիներ։ Բայց նորոն ես հասկանում եմ, որ նորոն քո համար միշտ ամենաճիշտն է եղել, որ նորից վեր ես կյանքում ոչ մեկ չկա քո համար, ու այդ ճիշտ է, բայց նորոն էլ է սխալվում, ու այս անգամ նորոն սխալվել է, ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ ես սխալը ավելի չխորանա։ Ոնց էլիս։ Այդ մարդիկ իրար սիրում են, դու հասկանում ես։ Այս աշխարհում սեր է լինում, որ սխալ է։ Ու մեր մամայի պատմությունը քեզ օրինակ։ Ես հասկանում եմ, Մագդան բոլորիդ համար հրեշտակ է։ Հա, դուք մտածում եք ինքը լավն է, բայց ես այդ տանը աշխատել եմ։ Ու ես եմ տեսել ինքը ոնց է ինձ վերաբերվում։ Նենց էր ինձ վերաբերվում, ոնց որ իրա ծառան լինեի։ Ես այդ տպավորությունը բայց չունեի իր մասին։ Դե հա։ Դե ինքը կարողանում է դիմակները արագ փոխի։ Ալինա, մենք պետք է ամեն ինչ անենք, որ հեռու մնանք այդ ընտանիքից։ Ես հասկանում եմ։ Ես քեզ հասկանում եմ, քո գլխում հիմա հակասական մտքեր են։ Դու Արևի մասին ես մտածում։ Մտածում ես, դե Արևը երեխա է, ինչ մեղք ունի։ Ես էլ որ իրանց տանն էի աշխատում, նույն վիճակում էի։ Արշակենց տանը աշխատելու ընթացքում մտածում էի սիրում եմ այդ երեխուն, թե չէ։ Մտածում եմ այդ երեխու մասին, թե չէ։ Ես նույն վիճակում էի։ Բայց հետո հենց այդ մարդուն տեսնում էի, հասկանում էի, որ ես այդ երեխու հետ ոչ մի կապ չեմ կարող ունենամ։ Որ այդ երեխան իր պապային շատ նման է։ Որ ինքը ավելի շատ Արշակինն է, քան մերն է։ Ու կամաց իմ մեջ զգացմունքներս սառացրեցի։ Բայց հիմա նույնն է ոնց անեմ։ Էլիզ, եթե դու այդ ժամանակ չէիր հասկանում սիրում ես Արևին, թե չէ։ Ես հիմա զգում եմ, ես հիմա գիտակցում եմ, որ ես շատ եմ սիրում Արևին։ Ամել, ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Եվ Մագդան ու Նորոն որոշել են ամուսնանան։ ոնց։ Ես էլ զարմացա, երբ որ ասեցին, բայց մարդիկ վստահ են, որ պատրաստ են։ Իմ աղջիկը ամուսնանում է։ Իսկ դու ուզում ես այս կարևոր պահին
թողնես ու գնաս։ Հա։ Որովհետև ես իրավունք չունեմ իմ երեխու հարսանիքին ներկա գտնվելու։ Որովհետև ես իրավունք չունեմ իմ երեխուն հարսի շորով տեսնելու։ Ես նույնիսկ իրավունք չունեմ իմ երեխուն գրկելու ու ամենալավը մաղթելու։ Լանա, ես ամեն ինչ կանեմ, որ դու այդ հարսանիքին ներկա լինես։ Մենակ խնդրում եմ քեզ, սենց մի անգամից թևաթափ մի եղի, հա։ Ուր կորավ են հին Լանան, որ Կարենի դեմ էր պայքարում հանուն Մագդայի։ Լսի, դու ամենակարևորն արդեն արել ես։ Դու քո ու Մագդայի ճանապարհը ազատել ես այդ երևույթից։ Քեզ հիմա ոչ շանտաժ անող կա, ոչ էլ վախեցնող։ Ու հետո մենք կարող ենք պահել մեր պայմանավորվածությունը։ Իմ երեխան ինձ չի ների։ Մի հատ հավաքի քեզ, հա։ Եթե ես քեզ ասել եմ, որ կհաշտեցնեմ, ձեզ ուրեմն կանեմ։ Այդ երբանից է սկսել չվստահել ինձ։ Արշակ, ես ինձ չեմ վստահում։ Ես ինձ նույնիսկ չեմ հավատում։ Դե գնա։ Գնա Լանա։ Մարդ որ քայլ է անում, չի մտածում, թե հետևում ինչա թողնում, որովհետև մտածում է, որ ճիշտ քայլ է արել։ Բայց երբ որ հասնում է վերջնակետին, նոր հասկանում է, որ բացի դատարկությունից ոչ մի բան չկա ներսում։ Գնա, ճանապարհը ազատ է։ Դու ինձ կօգնես։ Ես միշտ էլ փորձել եմ քեզ օգնեմ։ Դու պետքա թույլ տաս։ Դու միակ մարդն ես, ում մոտ ես չեմ վախենում էմոցիաներս ցույց տալուց։ Ես չեմ վախենում քո մոտ թույլ լինել։ Ամեն ինչ լավ կլինի Լանա։ Ես կօգնեմ քեզ։ Հա Նորո ջան։ Արշակեդով վատացավ իր արտարատարան։ Ոնց։ Գալիս եմ հենց հիմա։ Ինչ ա եղել։ Էդոնա վատացել պետքա հիվանդանոց գնամ Լանա։ Ես էլ եմ գալիս։ Չէ, իմաստ չկա։ Ես քեզ տուն կտանեմ կգնամ։ Չէ, դեպքում դու գնա, ես կգնամ։ Շուտ արա։ Լավ, դե կապի մեջ կլինենք։ Կզանգես անպայման։ Կներեք, կասեք ինչա կատարվում։ Ես մի ժամից ավել կլինի ստեղ կանգնած եմ, ոչ մեկ չի մոտենում, ոչ մի բան չի ասում ընկերոջս։ Ձեր ընկերոջ մոտ ներքին անահոսություն է սկսվել։ Հիմա փորձում են կանգնեցնել։ Կներեք շտապում։ Ես գիտեմ, որ դժվար է, բայց պիտի ուժեղ լինես։ Ոնց էլ։ Ոնց, ես այդքան ուժեղ չեմ, որ ատեմ արևին։ Բայց քեզ ով ասում, որ դու պիտի արևին ատես։ Ինչ պարտադիր է, որ դու ատես արևին։ Դա ոնց շփվեմ ես իր հետ։ Կամաց շփումը դադարեցրու։ Չեմ ասում կտրուկ, որ ոչ քո համար ցավոտ լինի, ոչ էլ իրա։ Ալին,
Դու հանգստացի, ես հիմա պետքա գնամ։ Հետո կգանք խոսենք, լավ։ Ու ինձնից մի նեղացի։ Ես փորձել եմ քեզ այս մտածմունքներից հեռու պահեմ։ Ես գիտեի Արշակեն կելի հետ կգնան Ամերիկա, ես չգիտեի, որ սենց կլինի, ամեն ինչ իրար խառնվեց։ Մինչև գնալդ կարամ մի հարց էլ տամ։ Ասա։ Ինչի էր իրանց տուն աշխատանքի անցել։ Վրեժ էիր ուզում լուծեիր։ Ճիշտ եմ հասկացել։ Հա։ Վրեժ էի ուզում լուծեի։ Բայց չստացվեց։ Չկարողացա իրանց նման պատասխանեմ։ Նորո ջան, ինչ է եղել։ Արշակ ներքին արունահոսություն է սկսվել։ Դրա համար է վիճակը վատացել, բայց հիմա դադարեցրել են։ Օ, պալատ են տեղափոխել։ Օ, հիմա վիճակը կայուն է։ Այ քեզ բան։ Բայց ինչի՞ց է սկսել այդ արունահոսությունը։ Դու խոսել ես բժշկի հետ։ Ասես բարդություններ է առաջացել, բայց հիմա կարգավորել են ամեն ինչ։ Քնած է։ Ալո, Հասմիկ, ես քո ասացի պես արեցի, բայց դա ընդհանրապես մեզ օգուտ չտվեց։ Նորոն շատ լուրջ է տրամադրված այդ աղջկա այդ ամուսնանը։ Անգամ չթողեց այդ աղջկա անունը տա, միանգամից բերանս փակեց։ Ես գիտեի, որ այս քայլը մեզ մեծ բան չի տալու, բայց հիմա մենք ժամանակ ենք շահել, ու մինչև Ալինան ու Նորոն իրար կհասկանան, մենք մի նոր բան կմտածենք։ Մտածելու էլ ոչ մի բան չկա, Հասմիկ։ Այն ինչ որ պետք էր, ես արդեն ձեռիս տակ ունեմ։ Այն ինչի համար պայքարել եմ, արդեն կա։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն, Հասմիկ ջան, ես քեզ խոստացել եմ, չէ՞ որ դու ես լինելու Նորոյիս կողքին։ Ուրեմն տենց էլ անելու եմ, դու ես լինելու Նորոյիս կողքին։ Մենակ պիտի քեզ խնդրեմ ինձ օգնես։ Այ եթե դու ինձ շարունակես օգնել, ես նույն ոգով կշարունակեմ քեզ օգնել, Հասմիկ։ Բայց ես ինչ պետք է անեմ։ Հասմիկ, ինձ մամայիս անձնագիրն է պետք, կարաս ինձ տաս ու թաքուն։ Բայց ինչի համար է պետք, կամ ինչի դուք չեք գալիս ու ուզում։ Հասմիկ, ինչ ես տենց վախեցած ու մի տեսակ հարց տալիս։ Կարող է ես ուզեմ մամայիս վատություն անեմ։ Ուղղակի գործերից թղթաբանությանս համար հիմա շատ կարևոր է, Հասմիկ։ Բայց ես ո՞նց պետք է վերցնեմ, որ չնկատեն։ Հասմիկ, ինձ մի ժամով է պետք, ես շուտ հետ կբերեմ։ Լավ, տեսնեմ ինչ եմ անում, կզանգեմ։ Ապրես, բալես, ապրես։
Նորը ինչինց չէիր ասել, որ վատացել է։ Այլիս կարևորը որ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Էլիս, հիմա կարտնանա կմտնես մոտը կխոսես, կհանգստանաս։ Ես ուզում եմ հասկանամ։ Ինչի է այս պահին այս մարդ անցել իր մտքով, ոչ թե ես։ Էլիս հանգստացի։ Նորո այս պահին ես պետք է լինեի իր կողքը, ոչ թե ինքը։ Էլիս ջան, մենք որ իմացել ենք դրանից ինչա փոխվել, ուղղակի կանգնել ենք։ Դու էլ իր գալու նույն բանը անեիր։ Ես իմ աղբոր հետ եմ խոսում։ Հա, բայց իմ մասին չէ։ Նորո, ես գնում եմ, ես այն տեղը չի, որ ես խոսակցություն ունենանք։ Բայց իմացի, որ սրանով հարց չի լուծվում։ Էն էլ այն ժամանակ, երբ որ դու պատրաստվում ես Մագդայի հետ ամուսնանաս։ Այս հարցին լուրջ լուծում է պետք։ Ոնց ես դու։ Արդեն լավ եմ։ Ես չեմ իմացել, որ դու վատացել ես հիվանդանոցում չեմ եղել ու ինձ չեն զանգել։ Ու ես հիմա ինձ շատ վատ եմ զգում, որ այդ ժամանակ կողքդ չեմ եղել։ Լավ է որ նորան չի զանգել։ Գալու էր անտեղի վրես լացեր մի բան լիներ։ Լավ կատակ եմ անում մռութներդ մի կախի։ Բայց հիմա հաստատ լավ ես։ Կարող է էլի ցավեր ունես չես ասում։ Էլիս ասացի լավ եմ։ Նորոն գնաց։ Հա։ Համոզվեց, որ լավ ես ու գնաց։ Բա պապայից ինչ կա։ Ինչ ես հարցնում։ Չիվանամ ինչ նորություններ կան։ Նորություններ շատ կան։ Շատ բաներ ա եղել, բայց այդ հետո կպատմեմ, հա։ Հիմա պատմի։ Էդ Ալինան իմացել է, որ Արևը իր քույրն է։ Պապան է ասել։ Ինչ։ Հա, ու շատ ծանր տարավ, շատ ծանր օրենք ունեցել։ Երեխան չէր հասկանում ինչ է կատարվում ու բոլորից մեղադրում էր, որ իրան խաբել են ու չենք ասել, թե ով է Արևը։ Ճիշտ է ասում երեխան։ Ես ձեր 1000 անգամ ասացի, դուք ասեք։ Նենց մի արեք, որ որպես ընկերներ մոտիկանան, հետո ավելի դժվար կլինի։ Դե իրականում Էդո ջան, ես փորձում եի Ալինային Արևից հեռու պահեի, ի տարբերություն քեզ ու Նորոյին, էլի։ Եթե դուք ինձ չխանգարեիք, հիմա կարող է սենց չլիներ։ Հերիքա քեզ արդարացնես։ Ճիշտ է։ Ես միշտ սխալ եմ, մոռացել էի, կներես։ Պապա սխալ է արել, որ արածես տեղյակ պահելու ասել է։ Գիտեմ։ Նորուն այնքան բարկացավ, համարը վերցրեց ու դուրս եկավ, հաստատ վիճելան։ Էլիզ ասեմ չես հավատա, բայց ուզում եմ ծանոթանամ պապայիդ հետ։ Ինչ։ Չլսեցիր։ Լսեցի, բայց հիմա ժամանակը չի, հետո անպայման կխոսամ, հա, պապայի հետ։ Հիմա է ժամանակը։ Ես ուզում եմ ճանաչեմ սիրածս աղջկա հորը։ Զանգի թող գա հիվանդանոց։ Չէ, հիմա հաստատ ժամանակը չի։ Կլավանաս հետո։ Ոչինչ զանգի։ Ուզում եմ ճանաչեմ իրան։ Էլի կճանաչես, բայց ոչ այս պայմաններում ու այս վիճակում հետ։ Կարող է չես ուզում ծանոթանանք։
Ինչի պիտի չուզեմ։ Դե ուրեմն զանգի։ Բայց շուտ կբերեք, չէ՞։ Հա, Հասմիկ ջան, հանգիստ տեղի։ Բայց ինչ։ հաստատ փաստաթղթերի համար է, չէ՞ պետք։ Հասմիկ ջան, ես հասկանում եմ, որ իմ մասին ինչ ասես քեզ կարան ասած լինեն։ Բայց ես այդքան էլ վատ մարդ չեմ։ Դու հանգիստ տեղի, մի ժամից տեղում կլինի։ Հա, մեկ էլ մոռացել էի։ Ձեզ մի հատ էլ կարևոր բան ունեմ ասելու։ Ինչ։ Էլիզն ու Էդոն հաշտվել են։ Էլիզը նորից շփվում է Արշակի ընկերոջ տղայի հետ։ Դու հիմա լուրջ ես խոսում։ Հա, հաշտվել են։ Հա, Էլիս ջան։ Պապ, ինչ ես անում։ Բան չէ առանձնապես, բալես, դու ասա։ Պապ, կարաս գաս հիվանդանոց։ Ինչի, ինչ ա եղել։ Վատ ես քեզ զգում, Էլիս։ Դե Էդոն ուզում է որ ծանոթանաք։ Ճիշտ է, ես չէի ասել, որ մենք հաշտվել ենք, ավելի ճիշտ պատրաստվում էի ասել, ուղղակի հարմար պահ չեղավ։ Հիմա որ գաս, մենք երկուսով քեզ ամեն ինչ կբացատրենք։ Էլիս, ես ոչ մի բան չեմ ուզում այդ տղու մասին լսեմ, ոչ էլ ուզում եմ խոսամ։ Ես քեզ ասել էի, չէ՞ որ ես դեմ եմ այդ տղու ներկայությանը քո կյանքում։ Հիմա ինչ ուզում ես գամ, որ ծանոթանամ, հա։ Պապ, խնդրում եմ քեզ, ինչ կլինի, գոնե հանուն ինձ։ Ես քեզ ամեն ինչ կբացատրամ։ Ախր վստահ եմ, որ եթե ճանաչես Էդոին, կարծիքդ կփոխես։ Էս ճիշտ չի։ Դու ընդհանրապես Արշակի անունը լսելուց հետո չես ուզում Էդոին ճանաչես, բայց Էդոն ոչ Արշակի տղան է, ոչ էլ բարեկամը։ Ես չեմ կարող Արշակի պատճառով Էդոին էլ կորցնամ, պապա։ Չեմ կարող։ Լավ։ Հասցե ուղարկի։ Կանչում է, որ ծանոթանաք։ Հա։ Ուրեմն էս շատ լավ առիթ է, որ դուք Էդոին ասեք, որ դուք դեմ եք իրենց շփմանը։ Որովհետև եթե իրանք հաշտվեցին, դուք ստիպված եք լինելու Էլիզին համոզել, որ ինքը Արշակից հեռու մնա։ Բայց ուր էի գնացել։ Գնացել էինք Մագդան հարցի շորեր փորձեր։ Բոլորս ասում էին, այնքան սիրուն էր Մագդան։ Արև, բայց դու տենց էլ չկողմնորոշվեցիր ու ինձ չօգնեցիր, չէ՞։ Պապ, դե ես Մագդային ասեցի բոլորը վերցնի։ Հարսանիքը առավոտվանից է, չէ՞ սկսում։ Կհասցնի բոլորը մի ժամով հագնել։ Բալես, այսինքն ժամը 1 շորերը փոխի, հա։ Հա, այդ բոլոր շորերը ոնց որ հատուկ իր համար կարված լինեին։ Մագդա, ես քեզ կկարոտեմ։ Բայց ես ամեն օր քո մոտ եմ գալու, Արև։ Ես խոսք եմ տալիս, ամեն օր կգամ քեզ կտեսնեմ։ Բարև։ Բարև։ Պապ ջան, ապրես որ եկար։ Բայց ինչ ա եղել, Էլիս։ Ինչ է անկերդ այս վիճակում։ Կռիվ եմ արել։ Լավ չի, Ինչի։ որովհետև ես դեմ եմ, որ իմ աղջիկը կողքն ինձ տղա լինի, որ չի կարում խոսքերով իր հարցերը լուծի ու կռիվների մեջ հանգնում։ Պապա։ Էլիզ մեզ մենակ կթողնես։ Չէ, ես ուզում եմ այստեղ մնալ։ Մենակ թողում ես Էլիզը։
Էլիս բալես մեզ մենակ թող։ Մենք տենց ավելի հեշտ կծանոթանանք։ Ուրեմն ես կարճ ու կոնկրետ կլինեմ։ Ես չեմ ուզում, որ դու իմ աղջկա կողքը լինես, ու չեմ ուզում, որ ընդհանրապես կապ ունենաս իր հետ։ Այդ ինչի ես քեզ ինչ եմ արել։ Թե որ Արշակին եմ ճանաչում դրա համար։ Այ, ապրես։ Արդեն սկսում ենք իրար շատ լավ հասկանալ։ Ալինան տանն է։ Հա, բա ուրա։ Փակվելա դուրս չի գալիս։ Ամբողջ օրը լացել է։ Չի հաշտվում իմացածի հետ։ Ալին, ես գիտեմ, որ դու ինձանից նեղացած ես։ Ու մտածում ես, որ ես քեզ խաբել եմ։ Ինչի տենց չի։ Դու միշտ ասել ես, որ խաբելը շատ վատ բան է։ Արդյունքում դու ես ինձ խաբել։ Հա։ Ես քեզ միշտ եմ ասելու, որ խաբելը լավ բան չի։ Դու այդ պետքա միշտ հիշես։ Ես ամեն ինչ անելու եմ, որ դու ամբողջ կյանքում տենց ապրես ու այդ չմոռանաս։ Ալինս, ես քեզ չեմ ասել ճշմարտությունը, որովհետև վստահ չեմ եղել, որ դու պատրաստ ես այդ լսեսը ընդունես։ Չեմ ասել, որովհետև մտածել եմ այդ կարա ազդիկով վրա, ու դու վատանաս։ Այդ պատճառ չի նոր։ Այդ նորմալ պատճառ չի։ Ու քո արածներն ու ասացները չի արդարացնում։ Ալինս, ես չեմ ուզեցել, որ դու խառնվես այս պատմությանը։ Չեմ ուզեցել։ Ես ամեն ինչ արել եմ, որ դու սիրես Արևին։ Որ շփվեք իրար հետ, որ ձեր մեջ կապ ստեղծվի։ Ինչի համար։ Որ միջև այդ հասկանա ինչ է կատարվում, որ ամեն հարց լուծեի նոր քեզ ասեի ճշմարտությունը, որ սենց երկու կարծիք չլսեիր, որ թուրը տատեր այդ մարդկանց, իսկ աղբեր այդ նորոն փորձեր իրենց հասկանալ ու արդարացնել, որ այսենց երկու մասի չբաժանվեիր ու չհասկանալ, թե ինչա կատարվում իրականում։ Ալինս, ես քո մասին մտածելով եմ արել հենց տենց։ Դու լավ գիտես, բոլոր մարդիկ իմ համար մի կողմ, իսկ դու լրիվ ուրիշ։
Ես քեզ շատ եմ սիրում։ Ու իմ համար ահավոր ցավոտ է, որ դու հիմա այսպես վիճակում ես, ուսես տանջվում ես։ Հասկանում ես։ Նոր ոնց ես կարողացել։ Ոնց ես կարողացել քո անցյալը մոռանաս։ Ընդունես այդ մարդուն։ Կարող է ես էլ հասկանամ, եթե բացատրես։ Գնամ դեղս խմեմ, գամ։ Ես կբերեմ Թամար տատ։ Չէ, բալես ես կվերցնեմ։ Բաբկեն դու ընկերոջս հերն ես։ Չեմ ուզում հետդ վատ խոսամ, բայց քեզ սխալ ես պահում։ Չհասկացա տղա ջան։ Ես կանչել ես ծանոթանաս, թե ճիշտ ու սխալ անենք իրար հետ։ Ես քեզ կանչել եմ, որ հասկանամ ինչ է ուզածդ։ Ինչ ես ուզում Արշակից։ Փոստորեն Արշակին ես պաշտպանում, հա? Արշակի թասիբն ես պահում։ Դու հասկանում ես, որ մարդուն օդի մեջ մարդասպանության մեջ մեղադրելը շատ վատ բան է։ Դու Արշակի անվան հետ ես խաղում։ Տղա ջան, Արշակի իր անվան հետ արդեն վաղուց խաղացել է։ Կամ ընդհանրապես դու ով ես, որ ես քո հետ ինչ-որ բան պիտի քննարկեմ։ Դու ես հարցում ընդհանրապես ոչ մեկ ես։ Սխալվում ես։ Էս հենց իմ խառնվելու հարցն է։ Որովհետև դու ինձ շատ հարազատ մարդկանց կյանքերն ես իրար խառնում։ Էլիզից սկսած Արշակից վերջացրած։ Էլ չեմ խոսում Նորոյի մասին։ Այստեղ դու ես սխալվում, տղա ջան։ Դու չես հասկանում, որ Էլիզի ու Արշակի անունը նույն հարթության վրա չի կարելի տալ։ Այսքան տարի երեխեքիդ կողքին չես եղել։ Փոխանակ սխալը տուղես ավելի ես իրավիճակը բարդացնում։ Ձենդ կտրի, տղա։ Արդեն շատ ես խոսում։ Բաբկեն հանգիստ խոսա։ Ես քեզ սխալ բան չեմ ասում։ Ես ընդամենը ուզում էի հասկանալ ինչ է ուզածդ։ Ինչ է Շուշանի մահվան մեջ Արշակին մեղադրում։ Դրա համար էի կանչել։ Բա ինչ ես Էլիզին խաբել ասել, որ ուզում ես ծանոթանաս հետս։ Կլինի հարցիս պատասխանես։ Լսի, Էլիզը ուզում էր, որ ես գայ ծանոթանայի ու քո մասին կարծիք փոխեի։ Բայց այդ հիշի միշտ չի լինելու դա։ Ես երբեք չեմ թողելու դու իմ աղջկա կողքը լինես։ Հասկանում ես, ես դա քեզ թույլ չեմ տա։ Եթե Էլիզը քո համար կարևոր լիներ, դու հաստատ այս վերաբերմունքը չէիր տա իրան։ Ու մի քիչ հարգանքով կխոսեր, տղա ջան։ Բաբկեն։ Էլիզը մտածում էր, որ պետքա գանք ու ծանոթանանք, հա, բայց տենց չի լինելու։ Ես կապացուցեմ, որ Արշակն է մեղավոր Շուշանի մահվան մեջ, ու ես այդ ապացույցները ունեմ։ Հենց հիմա զանգի Նորոյին թող գա ստեղ։ Հենց հիմա, ու ես կապացուցեմ ու կնստեմ կնայեմ, թե ոնց եք փորձում տակից դուրս գալ։ Հենց հիմա զանգի։ Եթե չզանգես, ես եմ զանգելու։ Այս հարցը այսօր պետքա լուծվի, տղա ջան։